Բարև ձեզ, Ամեքլիսի եթերում հարցազրույցն է եւ այսօր մեր տաղավարում է Ալիք մեդիա կայքի հիմնադիր Արսեն Խառատյանը։ Բարև ձեզ, պարոն Խառատյան, շնորհակալություն մեզ հարցազրույց տալու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Պարոն Խառատյան, գիտեք, որ անցած օրերին Հայաստանում էր Ամերիկայի փոխնախագահ Վենսը եւ Փաշինյանի հետ, Հայաստանի վարչապետի հետ նրանք ստորագրեցին խաղաղ միջուկային համագործակցության շուրջ բանակցություններն ավարտելու մասին հայտարարությունը, որին հավանաբար պետք է հետևի նաև այդ 1-2-3 կոչվող միջուկային համաձայնագրի ստորագրումը, որից հետո էլ արդեն ենթադրվում է կամ ինչպես Վենսն է խոստացել, Ամերիկան պետք է արտանի Հայաստան միջուկային տեխնոլոգիաներ, խոսքը վերաբերում է փոքր մոդուլային ատոմակայանի կառուցմանը, բայց դրանից անմիջապես հետո Վենսը երբ արդեն հասավ Ադրբեջան, Փաշինյանը հայտարարեց, որ մենք պետք է բոլոր նրբությունները ուսումնասիրենք, որովհետև մենք միգուցե 4, 6, 10 միլիարդ դոլար ծախսենք եւ այդ ատոմակայանը կառուցենք, բայց պարզվում է, որ տարիներ հետո, մոտ ապագայում, իհարկե 10-20 տարի հետո միջուկային վառելիքը կրկնակի եռակի քառակի անգամ թանկանա եւ միգուցե դա մեզ համար այնքան էլ ձեռնտու չլինի։ Սա մի տեսակ հակաստող տրամաբանության մեջ է եւ ինչ է սա նշանակում։ Դրան գումարած նաեւ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ մենք գիտեինք իհարկե, որ հայկը պետք է այս տարի վերագործարկման համար եւս 10 տարի վերագործարկման համար վերանորոգվի։ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ դրանից հետո հնարավոր է եւս 10 տարի մինչեւ 46 թվականը վերագործարկել 10 տարի նորից երկարացնել կյանքը։ Ինչ որ հակասություններ կան, ինչ եք դուք հասկանում այստեղ։ Դե ոչ ես, ոչ դուք էներգետիկայի ոլորտի մասնագետ չենք, Փաշինյանը եւ Վենսը հաստատ չեն։ Բայց կարող ենք դատողություններ կառուցել նրա շուրջ, ինչ ունենք բացախբյուրներից եւ որոշ փորձագիտական մտքերից։ Ուրեմն տեսեք, նախ տեղի ունեցել կարևոր այց, պատմական այց, ինչպես կուզենք անվանենք, իրոք Հայաստան եւ Ադրբեջան մեր անկախությունից ի վեր առաջին անգամ այս մակարդակի այց է տեղի ունենում, տարածաշրջանում եղել է նաև, հիշում եք, Ջորջ Բուշ կրտսերի այցը Վրաստան, այսինքն Հարավային Կովկասը տարբեր վարչակազմերի շուրջ ուշադրության կենտրոնում է եղել։ Այն փաստը, որ հայտարարություն է ստորագրվել կամ հրապարակվել այն մասին, որ բանակցությունները վերջացել են, նշանակում է ուղղակի պետք է ունենալ ինչ-որ բան հայտարարելու եւ շատ բան, այսինքն 1-2-3-ը, որի մասին խոսեցիք, իսկ մեր հեռուստադիտողին հիշեցնենք, որ 1-2-3-ը Միացյալ Նահանգների պարագայում շատ կոնկրետ ինստիտուցիոնալ փաստաթուղթ է, որը որևէ երկրի հետ միջուկային եւ էներգետիկ համագործակցության պարագայում պիտի անցնեն։ Սրանք ստանդարտների ցուցակ են։ Այդպիսի գործընթացի մեջ է Հնդկաստանը, այդպիսի գործընթացի մեջ է Լեհաստանը, մոդուլյար կայանների մասին է խոսվում նաև Կանադայի պարագայում։ Հիմա մեր պիտի անդրադառնանք միևնույն է մեր էներգետիկ համակարգի 4 հիմնական կլաստերներին, հա, այսինքն ատոմակայան, որը մինչև 40% է ծածկում, հիդրոէլեկտրոկայանը, ուրեմն հեկերը եւ ուրեմն արևայինը, որը ցանկալից շուտ է հասել այն ցուցանիշներին, որ նախատեսված էր, ասենք, եթե նախապես 2030 թվականին պիտի արևային էներգետիկան հասներ 20%-ի, մենք արդեն 20-ն անցել ենք։ Ինչ է սա նշանակում։ Սա արդեն իսկ նշանակում է, որ մեր ունեցած այս 4 ճյուղերի մեջ մենք խնդիր ունենք, որովհետև ցերեկվա ընթացքում արևով շատ ենք արտադրում, իսկ գիշերը ատոմակայանի ծավալները չենք կարող դադարեցնել։ Մի կողմից գիշերը մենք ավելի շատ հոսանք ենք, ավելի քիչ հոսանք ենք սպառում եւ արտադրական կարողությունների եւ մենք որպես քաղաքացիներ սպառողներ ուստի ունենում ենք բավական մեծ քանակի էներգետիկայի ավելցուկ, որը տալիս ենք Իրանին այս պահին։ Հիմա խոսք է գնում նաև հնարավոր օրինակ Թուրքիային եւ Ադրբեջանին տալու մասին։ Ես այս ամենն ասում եմ, որպեսզի մենք մի քիչ կոնտեքստի մեջ դիտարկենք հարցը։ Չի ուշացել նաև Ռուսաստանի հայտարարությունն այն մասին, որ իրենք էլ են հետաքրքրված ատոմակայանի հետ կապված Հայաստանի հետ բանակցություններ սկսելու։ Պարբերաբար այս բոլոր ընթացքներում, այս բոլոր անգամ տարիներին Ռուսաստանից առաջարկ եղել է, Հայաստան այց եղել է, քննարկել են այդ հարցը։ Գնի մասին է խնդիրը, դրա իրականացման հնարավորության եւ փողի, ով է ներդրումն անելու։ Սրանք կարևոր են։ Մոդուլյար կայանները, որոնց մասին խոսում ենք, դրանք գիտեք, որ նոր երևույթ են ընդհանրապես, Միացյալ Նահանգներն էլ ինքը դեռևս, այսպես ասած, իր հենց Ամերիկայում դեռևս շատ բարձ չէ, թե ինչ ծավալների եւ ինչ քանակով է լինելու, բայց Միացյալ Նահանգների հետ էներգետիկ այս ոլորտի համագործակցություն ունենալը չի նշանակում հենց միայն ատոմակայան, սա նշանակում է այս ոլորտում բացել
մեր հետագա համագործակցությունը։ Սա նաև ուղիղ կապվել է կիսահաղորդիչների արտադրության հետ, այսինքն ենթադրաբար կիսահաղորդիչների արտադրության ծավալների մեծացման հետ կարիք ենք ունենալու նաև ավելի շատ էներգիա։ Այս պահին կրկնեմ, մենք ունենք ավելցուկ էլեկտրականության։ Հիմա այն, որ մենք այո Մագատի հետ բանակցել էինք, որ մինչև 2036 թիվը այս օտոմոկայանը պիտի շահագործվի, կարող է շահագործվել եւ տեսնենք, որտեվ սա խորհրդային շրջանից 70-ականներին կառուցված օտոմոկայան է, որի սպասարկումը ռուսներն են անում եւ ռուսները կարող են անել, չնայած ասեմ ձեզ, որ կա արդեն փորձ, որտեվ այդպես նաև խոսում են այն մասին, որ եթե ռուսները չունեն ով է անելու, չեխերն են կարողանում անել, ասեմ ձեզ, իրենց անմիջական հարևանությամբ եւ այնտեղ էլ կան խորհրդային կայաններ, որտեղ իրենք սուվերեն անկախ կարողանում են սպասարկել սրանք։ Ուրեմն կա այլ ընտրանք, բայց տեղի ունեցել միջապազանց կարևոր բան։ Եթե մինչ այս կետը ԱՄՆ-Հայաստան համագործակցությանը թերահավատորեն էին վերաբերում, շատ հաճախ ծաղրանքով էին վերաբերում, հիմա կարծես թե տեսնում եմ, որ կարող է գործընթացներն արագանան եւ հենց սրանով է պայմանավորված ըստ այն, որ Ռուսաստանից եւ այս ուղղությամբ եւ մյուս ուղղություններով ակտիվ հետաքրքրություն է առաջացել, այդ թվում նաեւ երկաթգծի հետ կապված հայտարարությունը, որ լսեցինք Ռուսաստանում եւ արտգործնախարարության եւ փոխ վարչապետի մակարդակում։ Ամորֆ է այս ամենը, կա երկու բան, որ կարևոր է, դա այն է, որ ռազմավարական խարտիան, որ ստորագրել ենք Միացյալ Նահանգների հետ, tripit zat այն երկու առանցքային երեք առանցքային ուղղությունները, որ կան էներգետիկա, տեխնոլոգիաներ եւ անվտանգություն, այս բոլոր ուղղություններով քաղաքական մակարդակի պատրաստակամությունը շարունակվում է։ Հիմա սրա ֆինանսատնտեսականը պիտի տեսնենք ինչ է լինելու։ Եթե այնտեղ իրապես հայտարարված հնարավոր, որովհետեւ շատ խոսվեց, չէ՞, մեր մոտ, որ 9 միլիարդ են բերում բանը, դա պոտենցիալն է։ Հնարավոր ներդրումների պոտենցիալն է։ Հիմա եթե հիշում եք 2021 թվականին էլ Եվրամիությունը հայտարարել էր 2.7 միլիարդի աջակցություն։ Մի հատ մոնիտորինգ անենք, տեսնենք դրանից ինչքանն եկավ կամ չեկավ, հա, մեծ մասը չի եկել, ասեմ, իմանաք։ 5 միլիարդի դեպքում թվում է թե 5 միլիարդը ըստ երևույթին ատոմակայանի, հա, կառուցման համար, որտեղ Վենսի խոսքով այդ 4 միլիարդներ պետք է լինի աջակցություն, հետագա սպասարկման աջակցություն։ Բայց դրանք ինչ տեսք են ունենալու, ամերիկյան պետությունն այնտեղ ներգրաված է լինելու, թե մասնավոր հատվածներ լինելու, մասնավոր հատվածը եթե եղավ ամերիկյան կառավարական պետական աջակցության լինելու, թե ոչ, այդ մասնավոր հատված նշանակելու է ատոմային ոլորտում, միջուկային ոլորտում արդեն գործող ընկերություններ, թե օրինակ հայկական ամերիկյան հայկական ինվեստիցիաներ էս ամենը։ Այո, այդ 9 միլիարդի պատմությունը լավ դեռևս բավականին մութ, որովհետև հայտնի չի։ Մենք պարզապես սա պարտք ենք վերցնելու, սա ներդրում է լինելի շահույթ ակնկալելու, այդ ակնկալիքներով դուք ինչ տպավորություն ունեք։ Այս 9 միլիարդը ինչ։ Ոչինչ բարձ չէ։ Ոչինչ բարձ չէ։ Այսինքն մեխանիզմը գործիքակազմը գումարի գալու վերջնական բարձ չէ։ Ես հորդորում եմ նայել նաև համաշխարհային բանկի արվող հետազոտություններին, որտեղ նրանք ամենապրագմատիկ նոյականն են, օրինակ TRIP-ի հետ կապված վերջերս մի հետազոտություն տեսա, որտեղ խոսվում էր այն մասին, որ կարճաժամկետում եւ միջնաժամկետում հնարավոր ենթակառուցվածքների վերագործարկումն առավելապես կապելու է կենտրոնական Ասիան հարավային Կովկասի հետ, այլ ոչ թե այսպես կոչված Չինաստանից Հելսինկի կամ Չինաստանից Պորտուգալիա եւ այլն տարածքը։ Ես տնտեսագետել չեմ, բայց կան նաեւ այսպիսի մոտեցումներ։ Բայց վերադառնալով Ադրբեջանի մասին, որտեղ սա էլ կարեւոր էր, Ադրբեջանը փաստացի ստորագրել է այն, ինչ ստորագրել էինք մենք հունվար ամսին նախորդ տարվա, եւ այդպես էլ նախանշված էր օգոստոսի 8-ով Ադրբեջանը նաև հնարավորություն էր ստացել Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցության խարտիա ունենալու եւ այս 6 ամիսների ընթացքում կարողացել են բանակցել ուրեմն այն հիմնական ուղղությունները, որտեղ այդ համագործակցությունը կայանալու է։ Քանի որ 907-րդ բանաձևը դեռևս շարունակում է ակտուալ լինել եւ եթե նայելու լինեի, Կալիևի ելույթը նաև դրան էր վերաբերում, հա, ինչ էր ասում էր մենք արդեն իսկ ոչ միայն բացել ենք ճանապարհները Հայաստան գնացող ապրանքների համար, այլև ինքներս ենք Հայաստան ուղարկում նավթամթերք։ Սա ինչ է նշանակում, սա նշանակում է, որ այն, որ օգոստոսի 8-ին Թրամփը Սպիտակ տանը հայտարարում էր, որ 907 բանաձևը հանում է, այդ ինքը չի որոշում, որտեղ ինքը չի ընդունել դա կոնգրեսն է ընդունել եւ կոնգրեսն էլ որոշելու է չեղարկել թե ոչ։ Այս մասին ոչ միայն մեր համատեքստում, այլև աշխարհում ընդհանրապես շատ ակտիվ է քննարկվում, օրինակ Սիրիայի պարագայում, հա, այն պատժամիջոցները, որոնք որ արվում են, դրանք հետո չեղարկելը շատ ավելի դժվար է։ Հիմա նույն բանն է տեղի ունենում եւ ինձ մոտ ներքին համոզում կա, որ ամերիկյան կողմն այնուամենայնիվ, որպեսզի հանկարծ Ադրբեջանը հետ քայլ չանի այս գործընթացից, դեռևս դամոկլյան սրի պես պահում է այս բանաձևը եւ մասնակի ինչ որ շարունակական աջակցություն կա
կամ համագործակցություն կա ռազմական ոլորտում, բայց էական փոփոխություն կամ ամբողջական համագործակցության հեռանկար դեռևս չի բացում։ Ինչի՞ց է զգուշանում Ամերիկան, որ ամբողջությամբ չի չեղարկում 907 որպեսզի որևէ պարագայում Ադրբեջանը ետ չկանգնի իր ստանձնած պարտավորություններից եւ Հայաստանի հետ խաղաղության գործընթացի եւ ուրեմն ենթակառուցվածքների ապաշրջափակման, դա այնտեղ կա նաեւ ExxonMobil-ի հետ ունեցած համաձայնությունը, որը պիտի վերաբերի էներգակիրների տարանցմանը, սա էլ առանձին ուղղություն եւ խոսակցություն է, որը Միացյալ Նահանգներն Ադրբեջանի հետ ունի։ Դուք շատ ընդհանուր խոսեցիք, բայց եկեք սկզբից գանք 1-2 կետ եւ շատ կոնկրետ ու կարճ։ Համաձայնագիր այնուամենայնիվ պետք է ստորագրվի այդ 1-2-3-ը, որի շրջանակներում էլ պետք է այդ ներդրումները տեղի ունենան, թե ներդրում կլինի, թե պարտքով կլինի այդ ատոմակայանը կամ ինչպես Վենսն է ասել, արտահանումը դեպի Հայաստան։ Համաձայնագիրը ձեր տպավորությամբ երբ կարող է ստորագրվել։ Դժվարանում եմ ասել, համաձայնագիրը այո պիտի լինի, կախված է լինելու նաև մեզնից, որովհետև մենք չունենք էներգետիկայի նախարարություն, ընդհանրապես վերջերս ենք փոխնախարար նշանակել, ես չգիտեմ պրոֆեսիոնալ տեսանկյունից ինչ թիմով է հայկական կողմը բանակցելու, բայց մի բանում եմ վստահ, որ եթե ամերիկյան կողմն իրապես շատ ցանկանում է սա անել, ապա իրենք աշխատանքի բեռը պիտի վերցնեն իրենց վրա առավելապես, որովհետև կգտնեմ մենք կարողությունների կորուստ ենք ունեցել, այդ թվում նաև USAID Միացյալ Նահանգների զարգացման գործակալությունը ուներ խոշոր մի ծրագիր հենց էներգետիկայի ոլորտի, դա էլ է փակվել։ Ուրեմն այստեղ այն ինչ մենք ունեցել ենք մինչև այս նախորդ տարվա փետրվար ամիսը, որտեղ հետազոտական բան են կարել, թիմ է եկել նայել, այս ամենը արդեն արվել է ամերիկյան կողմից եկել է մասնագիտական եւ ներդրողների թիմ դիտարկել են ամենայն հավանականությամբ, եթե այդպիսի մոդուլյար կայանի մասին խոսք պիտի լինի, դա լինելու է նույն վայրում, այսինքն մեծամորում, որտեղ դրան ուրեմն սպասարկող ենթակառուցվածք կա, ուրեմն նաեւ շատերին հիշեցնենք, ինչու էր մեծամորում, ինչի հարավային Կովկասում միայն Հայաստանն ատոմակայան ունի։ Սա սառը պատերազմի արդյունք է, չէ՞, Թուրքիայի սահմաններ։ Սրանով է պայմանավորված եղել, բացի ամենից քաղաքական իմաստով այնտեղ կառուցելը։ Հիմա այլ իրավիճակում ենք եւ գիտենք, որ այս ատոմակայանի փակման հիմնական ջատագովներից տևական ժամանակ եղել է Թուրքիան դեռևս 90-ականներից սկսած եւ շարունակել է այդ քաղաքականությունը, հիմա կարծես թե այս մասին շատ ակտիվ չեն խոսում։ Բայց ընդդիմությունը մեր նորից հարց է բարձրացնում, որ դա Թուրքիայի ցանկությամբ էր։ Եվ Ամերիկան, միգուցե նաև ողջ արևմուտքը Թուրքիայի ցանկությամբ է գնում այդ քայլին, ստիպելով Հայաստանին փակել այս ատոմակայանը։ Դե ստիպելը շատ են ցանկացել տևական ժամանակ, շատ ավելի լարված փուլերում մեզ համար։ Երբ 93-ին մենք պատերազմում հաջողություններ էինք արձանագրում, Թուրքիան ամենաակտիվ կերպով հենց այն ուղղությամբ էր աշխատում, որ հանկարծ չվերագործարկվի ատոմակայանը։ Երբ 96-ին վերագործարկում էինք այդ ատոմակայանը, ամեն ինչ անում էին մագատեում, որ չկարողանանք ասելով, որ Չեռնոբիլը կա, այս կա, այն կա։ Հիմա այսա նորություն չի։ Հարցը հետևյալն է. մենք ինքներս ուզում ենք, կարիք ունենք նոր ատոմակայանի։ Կարծում եմ այո։ Կամ գոնե էներգետիկ ոլորտի այն փորձագետները, որոնց հետ խոսել եմ, իրենք գտնում են, որ այո։ Այն սխեման, որ ես նկարագրեցի սկզբում եւ ընդհանուր չէի, ես պարզապես փորձում էի կոնտեքստի մեջ դնել, որպեսզի հասկանալի դառնա ինչի մասին է խոսքը։ Այսինքն առանց ատոմակայանի Հայաստանի գոյություն ունեցող էներգետիկ համակարգը չի կարող գործել։ Հիմա խնդիրն այն է, որ մենք չքննարկենք էլ, որ ատոմակայան չի լինելու, հարցն է լինելու, թե ով է անելու դա, ինչ տեխնոլոգիաներով եւ դրա կայունությունն ապահովելու հարցն է ակտուալ լինելու։ Նաև մտահոգություններ են հնչում, թե բնականաբար, եթե Ամերիկան կառուցեց այդ փոքր ատոմակայանը, սպասարկումն էլ վառելանյութի մատակարարումն էլ պետք է Ամերիկան ապահովի, բայց այստեղ հարց են բարձրացնում, թե Ամերիկան որտեղից պետք է այդ վառելիքը մեր ատոմակայանի մատակարարի, երբ որ ինքը այդ միջուկային վառելիքը ինքը ներկրող նաև երկիր է, ուրանն ներկրել է ինչ-որ ժամանակ Ռուսաստանից կամ այլ երկրներից, դա էլի նորից Ռուսաստանից արդեն միջնորդավորված Ամերիկայով պետք է գա, որտեղից դա պետք է։ Ես խիստ կասկածում եմ, որ Ռուսաստանից միջնորդավորված Ամերիկայով կգա, բայց այդպիսի տեխնիկական մոդալիթի կոչվածները, տեխնիկական դետալներին չեմ տիրապետում եւ չեմ էլ պատկերացնում, ես այդ ոլորտի մասնակից չեմ, հարցը այլ տեղ է։ Մենք մասնագիտական թիմեր ենք ունեցել, որոնք եկել են եւ դիտարկել են եւ փորձագիտական գնահատական են տվել, որ դա հնարավոր է։ Թե ինչ դետալներ կան, ովքեր են ներգրավված լինելու, ինչ երկրներ անմիջական հարևանությամբ մեր, որոնք արդեն իսկ կունենան կամ ունեն որոշ փորձառություն, դրանք հարցեր են, որոնք որ եթե առաջ ենք շարժելու, եթե 1, 2, 3-ը լինելու է, եթե իրապես
տեսնելու ենք, որ նաև փող կա այս ամեն ինչի տակ, այդ ժամանակ նաև բարձ կդառնա, թե ովքեր են, ինչ ընկերություններ են ներգրավված լինելու եւ այդ ընկերությունները բնականաբար մեր անմիջական հարևանությամբ կամ ոչ շատ հեռու մեզնից պիտի ունենան նման փորձառություն։ Ինչու Վենսի գնալուց հետո Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն արեց, որ մենք պետք է շատ մանրակրկիտ ուսումնասիրենք, տեսնենք արդյոք առաջկա 20-30 տարիներին ուրանը այդ միջուկային վառելիքը կարող է այնքան թանկանալ, որ մեզ համար նպատակահարմար չլինի ատոմակայան կառուցելը, կամ ինչու ես լսել էի, որ ընդդիմություն էր բարձրաձայնում, որ եւս 36 թվականից հետո եւս 10 տարով կարելի է երկարաձգել ատոմակայանի կյանքը մինչև 46 թվականը, բայց իշխանությունների կողմից չէի լսել։ Ինչու նաեւ նման հարց է բարձրացնում իշխանությունը։ Գուցե նախապատրաստում են հանրությանը նրան, որ սա կարծես թե առաջ շարժվելու մեծ հեռանկար չունի, այսինքն ես ենթադրում եմ, որ ձեր հարցի տողատակը դա էր։ Գուցե նաև սա է, չգիտեմ։ Այսինքն, որ խոսել ենք, քննարկել ենք, եկել ենք հասել ենք մի կետի, որ մոտ հեռանկարում գուցե սա իրատեսական չէ, չգիտեմ։ Ենթադրությունների մակարդակի։ Այսինքն, գուցե ամերիկյան փոքր մոդուլյար ատոմակայանը իրատեսական չլինի Հայաստանի համար։ Գուցե դրա գումարի խնդիրը կա, գուցե չգիտեմ ինչ կա։ Տեսեք, ես մի օրինակ էի բերում, որը շատ չի խոսվում, հա, Սլովակիայի վարչապետը Պուտինի հետ հանդիպում էր Շանհայում եւ ասում էր, որ մենք քննարկում ենք հնարավոր ատոմակայանի կամ միջուկային կայանի հետ շուրջ համագործակցությունը, այդ թվում նաև ամերիկացիների հետ համագործակցությամբ։ Ես չգիտեմ, սրանք ռեալ են թե չէ։ Էներգետիկայի ոլորտի որոշ գործընկերներ նաև այլ բան են պնդում, որ օրինակ այսպես մոդուլյար կայանը հենց այդ միայն ամերիկյանը չի, այդպիսի կայաններ օրինակ Ռուսաստանն ունի շատ ավելի փոքր մասշտաբներով, որոնք գործում են արդեն, դրանք հիմնականում ծովում են աշխատում, ուրեմն կոնկրետ տանում են մի քանի ժամով, վերամբարձկրունքներով պահում են, շիկանում են դրանք շատ եւ շատ ավելի փոքր ծավալների էներգիա են արտադրում, բայց այդպիսի փորձառություն եւ մեթոդաբանություն իրենք տեխնոլոգիա իրենք ունեն։ Բայց Վենսի IT ամենամեծ բանը, որը մեր ուշադրությունից դուրս չմնա, երևի ամենաշատ մամուլում քննարկվածը նաև իր էքսից հանած հայոց ցեղասպանության հետ կապված արտահայտություններ, որը անկեղծ ասած ինձ որպես հայ կամ հայաստանցու այդպես չի վիրավորել։ Ես կարծում եմ, որ ամերիկացիները պետք է վիրավորված լինեն իրենց փոխնախագահի, որովհետև եթե դու անգամ վստահ չես, որ այդ պարագայում կամ քեզ ինչ-որ մեկը կարող է ազդել այդպիսի բան անել, հետո հետ կանգնել, ուրեմն պրոբլեմ ունենք ադմինիստրացիայի հետ ընդհանուր առմամբ, բայց նաև ինձ համար անհասկանալի էր, թե ինչի որևէ պաշտոնյա չկար իր հետ հայոց ցեղասպանության ուժը համալիր գրածով։ Այո, հենց մեր կողմից։ Սրանք էլ հարցեր են, որոնք բաց մնացին։ Բայց այնտեղ նրան դիմավորեց կարծեք թե մեր կրթության եւ գիտության նախարարը։ Հա, բայց նաև քաղաքական առումով կարևոր կլիներ, որպեսզի այդ վիզուալ օպտիկան, հա, լիներ, այսինքն այդպես ստացվում է, որտեվ մի բան է, որ մենք մեր ներսում ենք քննարկում այս հարցը, այլ հարց է, թե ինչպես է միջազգային մամուլը լուսաբանում, ասենք Reuters-ը ոնց է գրում սրա մասին, Associated Press-ը ինչ է ասում եւ այլն։ Անփութություն։ Վստահ չեմ, քաղաքական կոնյունկտուրա, որը վերջնականապես կիմանանք, այսինքն անել մի բան, հետո ես ամերիկյան կողմի մասին եմ դեռ որ ասում, անել մի բան, հետո ետ կանգնել ինչ որ մի ներքաղաքական տրամաբանության ներքո։ Ներքաղաքական։ Ամերիկյան ներքաղաքական։ Ինչու ամերիկյան ներքաղաքական։ Չնայած սա էլ անտրամաբանական է, որովհետև եթե պիտի ենթադրեինք, որ հանրապետականները միջանկյալ ընտրությունների են պատրաստվում եւ հայկական ձայնի կարիքը պիտի ունենան եւ այդ կազմակերպված հայկական ձայնը նաեւ սրա վրա պիտի կառուցվեր, ապա սա անփութություն կարող ենք որակել։ Այլ հարց է, որ գուցե այլ պայմանավորվածություններ կային մեր անմիջական հարևանության երկրների հետ եւ ուրեմն որոշում է կայացվել կարեւորել ավելի շատ ուրեմն սա եւ մի ուրիշ վերլուծություն էլ տեսա, որ միևնույն է հանրապետականները մեծ հույս չեն դնում հայերի ձայների վրա, որտեղ առավելապես դեմոկրատներին են քվեարկելու, այնպես որ դա իրենց համար երկրորդական է։ Շատ լավ։ Գանք արդեն թրիպին, պարոն Խառատյան, մեր մոտ թրիպի նշանակությունը դեր նշանակության մասին շատ ենք խոսել, բայց մեր մոտ նաև կա մտահոգություն, որ փորձագետները ոլորտի փորձագետներն են բարձրացնում, որ եթե միայն թրիպը կառուցվի, դա առաջիկայում կարող է անգամ շատ խորը շրջափակման մեջ գցի Հայաստանին այն առումով, որ թրիպին կգա կմիանա Թուրքիայի կողմից նոր կառուցվող այդ երկաթգիծը եւ մեր մյուս երկաթգծերը, եթե անգամ դրանք բացվել են, առանձնապես մեծ օգուտ չեն տա, որովհետեւ դժվար թե թուրքական երկաթգծի միանալուց հետո թրիպը արդեն Նախիջևանով, Բարսելոնա, Հայաստան, հետո նորից դուրս գա Թուրքիան, այստեղ ինչ խնդիրներ եք տեսնում եւ ձեր կարծիքով պետք է որ հայկական կողմը այդ խնդիրը բարձրացնի ոչ միայն Թուրքիայի արչեւ, այլ նաեւ Ամերիկայի արչեւ։ Հայկական կողմը այդ խնդիրը բարձրացնում է բոլորի առջև, ես դրանում ձեզ վստահեցնում եմ, ավելին ասեմ, առնվազն Բրյուսելում
ես վերջերս էի Թուրքիայում, որը որ պետք է ֆինանսավորվի եվրոպական դոնորների կողմից։ Փաստ չի, Շվեդիան է հետաքրքրված եւ Ճապոնիան, այն ինչի մասին դուք խոսում եք, Կարս դեպի Իգդիր եւ դեպի Նախիջևան։ Եվ այդ գումարն էլ չգիտենք կա թե չկա, չնայած արդեն կառուցվում է, որովհետեւ մեծ փողի մասին է խոսքը։ Հայտարարվում է, որ 2.8 միլիարդ դոլար արդեն էլ ավելին է կարիք լինել, մինչև 5 միլիարդի է հասնում, ավելին ասեմ։ Այդքան ֆինանսավորումը կարծեք թե հաստատված է։ Եվ դա կարող է գործարկվել 2030 թվականին։ Հիմա մինչև այդ մենք կարողանալու ենք եւ քաղաքական եւ դիվանագիտական տրամաբանության մեջ հասնել նրան, որպեսզի այնինչ մենք խոսում ենք ավելի արագ սկսի գործել։ Տեսնենք մի ուրիշ բան, եթե անգամ դա կառուցվելու է, խնդիր չի։ Ծավալների խնդրեմ կա։ Տեսեք, ինչի է TRIP-ը կարևորվել եւ ինչի է ընդհանրապես երկաթգծի վերագործարկումը կարևորվել։ Ասում են Վրաստանը կա, ինչների սեր պետք սա։ Ծավալների խնդրեմ կա։ Շատ է, ապրանքը շատ է, ճանապարհները ենթակառուցվածքները չեն դիմանում։ Վրաստանի պարագայում խոսում են Անակլիայի այդ խորը ծովային պորտի մասին, որի հետ կապված ֆինանսների հետ բանակցեցին վրացական կողմը, հիմա կանգնեցրել են գործընթացը, հիմա նորից խոսում են հնարավոր ամերիկյան կամ Եվրամիության ներգրավման մասին։ Այս ամենը խոսվում է, բայց առավել արագ հնարավորությունը որ կա, թերևս հենց այն գոյություն ունեցած երկաթգիծն է, որը եղել է դեռևս 19-րդ դարից սկսված Հայաստան-Վրաստան դեպի Մոսկվա Կարս պահողը եւ ուրեմն խորհրդային շրջանում կառուցված է։ Ես որքանով գիտեմ 800 միլիոնից 1 միլիարդ է գնահատվել Նախիջևանի հատվածի վերականգնումը։ Ամբողջ Նախիջևանի երկայնքով։ Այո, չէ, ես նկատում եմ գոյություն ունեցածը վերականգնել։ Այո, այնտեղ առաջին անգամ Եվրամիության հակամարտությունների գծով հատուկ հանձնակատար Մագդալենա Գրոնոն այցելեց մի քանի ամիս առաջ եւ ես նաեւ իր հետ խոսակցության ժամանակ իմացել եմ, որ ադրբեջանցիները նաեւ իրենց գնահատած ուրեմն գումարը ներկայացրել են, թե ինչ պիտի ծախսվի։ Հիմա մենք արդեն տևական ժամանակ է խոսում ենք երացախուրիկ եւ ուրեմն Հայաստանում գոյություն ունեցող այս պահին դեռևս ռուսական կոնցեսիայի տակ գտնվող երկաթգծի վերականգնման մասին, ինչի մասին ռուսական կողմը վերջապես սկսեց խոսել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ առաջին անգամ այս մասին դեռևս օգոստոսին Փաշինյանը Վաշինգտոնից վերադարձնելուց հետո էր սկսել խոսել, սեպտեմբերին մի անգամ էր փակ քննարկում ունեցել, դեկտեմբերին ասեց բացահայտ ԱՊՀ հավաքի ընթացքում հիմա նոր ռուսական կողմը լուրջ է սկսում վերաբերել սրան եւ ասում է մենք հետաքրքրված ենք, որքանով ինձ է հայտնի RŽD-ն, այսինքն ռուսական երկաթգծերը ունեն բավականին մեծ պարտքեր, 50 միլիարդն անցնող։ Գտնվելու է այդ գումարը, որ այստեղ հիմա սա հարց է, բայց կարծես թե քաղաքական հայտարարություն կա, որ այո մենք հետաքրքրված ենք, պիտի մտնենք, որտեղ հակառակ պարագայում հայկական կողմը կոնցեսիոն կառավարման պայմանագրի վերանայման հնարավորություն կարող է ստանալ։ Սպառնալիք, այսպես ասած, հնչեցրել է, որ մենք այս սցենարը խաղը այստեղ է։ Այո։ Եվ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ դրա չգործարկումը, մեր ներքին երկաթուղու չգործարկումը մեր մրցունակությունը կգցի եւ մենք պետք է շտապենք այդ հարցում։ Եվ ըստ էության նաեւ ասում է առաջարկ արեք։ Առաջարկ արեք, եթե ուզում եք լինել այս ամենի Իսկ արդյոք, եթե անգամ պարտք չունենա ռուսական երկաթուղիները, եթե անգամ խոստանան, որ վերանորոգեն, Ռուսաստանի մոտ չի լինի այն ձգձգելու, վերանորոգումը ձգձգելու ցանկություն, որպեսզի ամեն դեպքում նրան ձեռնտու չի լինի, որ TRIP-ը գործարկի եւ մեր երկաթուղիները մեր կապարտակին աշխարհի հետ վերականգնվի։ Դե կլինի, ուրեմն պիտի վերանայվի կոնցեսիոն պայմանագիրը 1։ Երկրորդը մենք հիշում ենք, չէ՞, այդ TRIP-ի հատվածը երբ է ինչ է եղել դրա հետ, հա? Հիշում ենք։ Դե այնտեղ 42 կիլոմետր հատված գոյություն ունեցել է խորհրդային շրջանում։ Երբ է այնտեղ այդ ռելսերը եւ այլը դուրս բերվել, հա? Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք։ Նույնիսկ գործող քաղաքական մեծամասնությունը խոսում է այն մասին, թե ինչ գնով են վաճառել իրանական կողմին որպես ջարդոն։ Հիմա դա խի էր արվում, ինչու էր արվում, ինչ էր թույլ տրվում, որ դա արվի, եթե կուզեք, հա? Որովհետև ասում էին, որ այս կոնֆլիկտը, այս ստատուս կվոն պիտի պահպանվի, այս կոմունիկացիաների վերագործարկման հույս ոչ մեկ թող չունենա։ Սա էր, եթե պիտի մտածելու լինենք։ Հիմա կարծես թե ակտիվ գործընթաց կա եւ ադրբեջանական կողմն էլ բերել հասցրել են Նռնաձոր իրենց կողմից արդեն 2 ամիս առաջ, եթե չեմ սխալվում, ասեցին մեր ավարտված է, պատրաստ է։ Սա է մնացել, որը նախորդին լսեցինք մոտ 300 միլիոն ներդրման մասին է խոսքը։ Եվ ինչ արագությամբ կարող ենք դա կառուցել եւ ով է դա անելու, սա էլ է մեծ հարց, հա, այսինքն ով է գալու, ինչ ենթակառուցվածքելով դա վերականգնի։ Մի ուրիշ ուշագրավման տեղի ունեցավ, Իրանի դեսպանը նախորդին հայտարարեց, որ իրենք էլ դեմ չեն այս ամենի վերագործարկմանը, բայց ռաշտ աստարան ներառելով, այսինքն իրանական կողմից հասնելով եւ որպիսի Նախիջևանով կարողանան ելք ունենալ առավելապես դեպի հյուսիս գնալու, դեպի
եվրասիական տնտեսական գոտու շուկաներ եւ անդին։ Ուրեմն մի քանի ամիս է որ TRIP անունը սկսել ենք կիրառել, առաջնային փուլում իմ տպավորությամբ կասկածամտություններ, անհանգստություններ էին, բայց նաև որոշ կասկածամտություններ հաղորդվում արեն, որ սա չլինող ծրագիր է, սա ոչ մի դեպքում թույլ չեն տալու Իրանը եւ Ռուսաստանը, հիմա կարծես թե Իրանն ու Ռուսաստանն ասում են հա, թե ոնց որ թե լինում է։ Ռուսաստանը ցանկություն է հայտնել քանի անգամ ներգրավելու TRIP-ում։ Ընդհանրապես ապաշրջափակմանը եւ իրեն շահն են ուզում տեսնել։ Շատ լավ կլինի, եթե այդպես լինի։ Շատ լավ կլինի, որ դա քաղաքական հայտարարություններից անդին գնա, որpիսի մենք չդառնանք տնտեսական եւ ենթակառուցվածքային հետաքրքրությունների բախման կիզակետ, այլև ինչ որ իմաստով շահերի եւ հետաքրքրությունների համադրման տրամաբանությամբ գնանք։ Ես ձեզ մի բան էլ ասեմ, անկախ ամեն ինչից որքան էլ սրա նման, այսպես ասած, Ռուսաստանը շրջանցող այլ ծրագրեր եղել են, չէ՞, Բաքու Ջեյհանը դրա վառ օրինակներից է։ Տևական ժամանակ խոսում էին, որ դա շրջափակման խնդիր է։ Մի հատ եկեք նայենք էլի ռուսական սանկցիաներից սկսած այս գազամուղը ինչքան է օգտագործվել եւ ինչ ծավալների գազ է գնացել դեպի Եվրոպա։ Եվ այդ ինչ գազ է դա։ Հա, ձևակերպվել է թե իբր Ռուսաստանը տալիս է իր գազը Ադրբեջանին, ուզեմ ասեմ, Ադրբեջանը իր գազը տալիս է Եվրոպային։ Իմ ընկալմամբ ռուսական մոտեցումը հետեւյալն է. թող սարքեն, թող ծախսերն անեն, հետո ով որ օգտվելու է դրանից օգտվելու, իսկ մենք թիվ 1 շահառ ունենք։ Եվ դրա օրինակը արդեն տեսանք, երբ որ հացահատիկի մասին էր Ղազախստանից եկող, առաջինը Ռուսաստանն ուղարկեց, չէ՞։ Ինչ նկատի ունեք, եթե թող TRIP-ը սարքվի, բայց առաջին օգտագործողները կամ շուկան կորոշի։ Նկատի ունեք օգտվող ասելով, պարոն Խարատյան։ Տրանսպորտացիայի կարիք ով է ունենալու այդտեղ եւ ինչ ապրանքների։ Ռուսաստանից արդեն հայտարարել են, որ մենք օգտվենք, մենք վերակառուցենք եւ մենք օգտվենք այդ երկաթուղուց, դա մեզ համար երկաթուղային կապ կարող է ապահովել դեպի Միջերգրական ծով եւ դեպի Պարսից ծով։ Ճիշտ են ասում։ Շատ ճիշտ են ասում։ Օվերչուկի հայտարարությունը։ Ես ձեզ ավելին ասեմ, մեր հարցազրույցից քիչ առաջ Օվերչուկը նաև հայտարարեց, թե դիտարկում են Վրաստանի հնարավորությունը, երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը Վրաստանով։ Կատարվում է դեպի Կովկաս տանող բոլոր խախտված ուղիների ապաշրջափակման աշխատանք, որ այդ թվում դիտարկվում է Ռուսաստանի եւ Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության ասեցի վերականգնման, հա, Աբխազիայի տարածքում։ Այո, ուրիշ բան չէ լինելու, բայց այդ պիտի լիներ։ Սա հերթական ուղղակի հայտարարություն է, խոսակցություն է լինելու։ Չեմ կարող ասել, 20 տարի է լսում ենք դա։ 20 տարի է լսում ենք։ Ես ձեզ հիշեցնեմ, Վրաստանում 2012 թվականին իշխանափոխությունից հետո, երբ դեռ Իվանիշվիլին վարչապետ էր, առաջին այցով Երևան եկավ։ Քչերն են այդ մասին հիշում հիմա։ Իվանիշվիլին ընդամենը 6 ամիս է վարչապետ եղել, հա։ Եկավ Երևան եւ առաջին հայտարարությունն այն էր, իսկ Սաակաշվիլիի օրոք դա անհնար էր պատկերացնել, որ մենք պատրաստ ենք քննարկել աբխազական երկաթգծի վերագործարկումը։ Մոսկվայից այն ժամանակ արձագանք չկար։ Հիմա Մոսկվայից ենք լսում տենց այդպիսի հայտարարություն, վրացական կողմը պիտի ասի ինքը ինչ է մտածում սրա մասին, որտեղ անկախ ամեն ինչից սրանք պիտի կապվող լինեն։ Ավելին ասեմ, 14 թվականին մի անգամ էլ է եղել, երբ Ռուսաստանի երկաթուղին ունի նաև ռազմական երկաթգծերի, ուրեմն սպասարկման հսկայական բաժին, իրենք տևական ժամանակ խոսում են այն մասին, որ աբխազական գիծը մենք արդեն վերականգնել ենք, որ պահին որ պետք լինի կարող ենք գործարկել։ Ուրեմն սա էլ կարող է դառնալ ակտուալ։ Հարցը հետևյալն է, այդպիսի քաղաքական պատրաստակամություն կա թե ոչ իսկապես, վրաց-ռուսական հատվածը այս հարցը ոնց է կարգավորելու, իսկ եթե իսկապես գործընթաց ենք տեսնելու, Իրանի հայտարարությունն էլ սրա հետ պակաս կարևոր չի, չէ՞, որովհետև հենց այդ երկաթգծով է ենթադրվում, որ պիտի հնարավոր ապրանքներ տեղափոխվեն։ Ուստի շատ ակտիվ գործընթացներ են դեռևս միայն քաղաքական հայտարարությունների մակարդակում հնարավոր կլինի առավել խորը վերլուծել, եթե ֆիզիկական ենթակառուցվածքների վերականգնման գործընթաց տեսնենք։ Հնարավոր է, որ այս հարավային Կովկասում ու մասնավորապես TRIP-ի շրջանակներում այս շարժը ստիպեցին Ռուսաստանին վերանայել իր քաղաքականությունը եւ իսկապես այս անգամ կարող ավելի լուրջ լինի, թե դժվար։ Կարող է, որովհետեւ ես էի փորձում նկարագրել, եթե սկզբնական փուլում կասկածամտորեն էին նայում այս հարցին, ասում էին դա ռեալ չի, հիմա կարծես թե լուրջ են վերաբերում եւ սկսում են ասել ոչ թե այն, որ չնայած դա էլ կա, այսօր էլ տեսանք, որ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նախկին պաշտպանության նախարարը հայտարարել էր այն մասին, որ ատոմակայանը կարող է սպառնալիք լինել։ Առնվազն ատոմակայանի մասով այդպիսի հայտարարություն լսեցինք։ Երկաթգծի մասին դեռևս այդպիսի բան չենք տեսել, որովհետև շատ դժվար է աշխարհի հետ խոսելիս ասել ինչու են իրենք դեմ որևէ ենթակառուցվածքի վերագործարկմանը։ Ի վերջո, փաստ չէ, որ ուկրաինական այս ճգնաժամից պատերազմից հետո կամ չգիտեմ դրա ինչ որ տարբեր փուլերում Ռուսաստան արևմուտք մերձեցման ուրիշ մակարդակ չենք տեսնելու
հա, այսինքն ոչ մեկ չգիտի 5-10 տարի հետո ինչ կլինի։ Դրա համար է ասում, իմ մոտ այնպեսի ենթադրություն է, որ իրենց ընդհանուր մոտեցումը հետեւյալն է. թող սարքեն, նկատի ունեմ թրիփը, թող այդ ենթակառուցվածքները սկսեն գործել, հետո ով ազատ շուկա է, չէ, ով որը կուզի կկարողանա նայել կկիրառի։ Շատ լավ, պարոն Խարատյան, ու միաժամանակ կարծիքներ են հնչում, մտահոգություններ ավելի շուտ, որ այդ թրիփը, ինչպես նախկինում, այս անգամ էլ այնքան էլ հասանելի չի լինի ազատ քաղաքացիների համար, եւ որ Արամ Մանուկյանը հակից անգամ հայտարարել էր, որ այն կարող է փշալարերով տարանջատված լինի ընդհանուր աշխարհից։ Դուք ինչ կարծիք ունեք, նա ազատ կարող է լինել ձեզ հայ բոլոր ճանապարհորդները կամ բեռնափոխադրողները ազատ կարող են օգտագործվել, անհատները նույնպես օգտագործել։ Շատ բան կախված է լինելու Հայաստան-Ադրբեջան կարգավորումից։ Այսօր տեսանք առաջին անգամ Ադրբեջանի փորձագիտական հանրությունից 20 հոգի սահմանը հատել են գետնով, հա, եւ սա բացառապես երկկողմ է։ Այստեղ ոչ եվրոպացիներ կան, ոչ ամերիկացիներ կան, ոչ ռուսներ։ Հիմա եթե մենք իրապես կարողանանք մոտ ապագայում Ադրբեջանի հետ, սա չի նշանակում, թե մեզ մոտ ամեն ինչ լուծվել է, ուղղակի հարաբերությունների երկկողմ մակարդակում կարգավորելու ճանապարհով գնալ, սա բարդ փշոտ ճանապարհ է լինելու, ուստի այո, փոխադարձ օգտվելու հնարավորություններ լինելու է։ Այլ հարց է, թե որքան արագ է սա հնարավոր լինելու անել, ոչ միայն, այսպես ասած, փորձագիտական խմբերի կառավարությունների միջև, այլև այդ ենթակառուցվածքներով անվտանգ միմյանց տարածքներով ուրեմն գալու տեսանկյունից եւ իհարկե ամենակարևորը որքանով է իրական տեսեք առաջին անգամ Ալիևը բաց հայտարարեց Վենսի հետ, որ այո, սա կապում է Ադրբեջանը Նախիջևանի հետ, բայց սա նաեւ չափազանց կարևոր տրանզիտային, այսինքն տարանցիկ ճանապարհ է, հա, այսինքն չխոցվեց ներքին սպառման համար չէր ասում սա միջանցք է, ասում էր թրիփն է, այո մենք ուրախ ենք որ սա կապելու է Ադրբեջանը Նախիջևանին, բայց սա նաև կարևոր տարանցիկ է, որտեղ ամերիկյան կողմը դա այդպես է դիտարկում եւ վերջին մի բան, հունվարի 13-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Միրզոյան Ռուբիո հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ երկու բան է ֆիքսվել։ Մեկն այն է, որ թրիփը թիվ մեկ կարևորություն ունեցող հարց է Ամերիկայի համար, երկրորդն այն է, որ դա ուղիղ կապվել է Հայաստան-Ադրբեջան ինստիտուցիոնալ խաղաղության եւ Հայաստան-Թուրքիա կարգավորման հետ։ Ինչը նշանակում է, որ Միացյալ Նահանգները, եթե իրապես թրիփի առաջ մղման ուղղությամբ պիտի գնա, ապա իրենք արդեն ուղիղ ներգրավվել են Հայաստան-Թուրքիա կարգավորման եւ Հայաստան-Ադրբեջան կարգավորման մեջ եւ դա ինձ հույս է տալիս, որ ավելի պակաս կլինի հավանականությունը, որ Ադրբեջանը եւ Թուրքիան կարող են ապակառուցողական վարկագիծ դրսևորել։ Թուրքական դեպքում է կարծեք թե դանդաղում առաջընթաց չկա, հայտարարություններ են դեռ միայն։ Դե թուրքական կողմում տևական ժամանակ ասվել է գնացեք Ադրբեջանի հետ ձեր հարցերը լուծեք, նոր կգաք մեզ հետ կխոսեք, սա է եղել, բայց թուրքական կողմում էլ եթե ամերիկյան կողմը այդպիսի փաստաթուղթ է ստորագրում եւ իր վրա հանձնառություն է ստանձնում, վստահ եմ, որ այնտեղ էլ պիտի առաջընթաց տեսնենք։ Դե տեսնում ենք, որ երրորդ քաղաքացիների համար բացման մասին ակտիվացել են խոսակցությունները, մեզ մոտից տեսանք եւս հերթական անգամ մի խումբ գնացել էր պետական պաշտոնյաների սահման դիտարկելու անցակետը, ամեն ինչ պատրաստ է, հայկական կողմն ասում է հենց վաղը կարող ենք սկսել սահմանը բացել։ Ես կրկնում եմ, քանի որ մենք շատ լծակ չունենք Թուրքիայի դեմ կամ Թուրքիայի հետ խոսելու, ամերիկյան այս ստանձնած հանձնառությունը ինձ հույս է տալիս, որ այստեղ գործընթացը կարող է արագանալ։ Պարոն Խարատյան, Նիկոլ Փաշինյանն նաև հայտարարեց, որ 27 թվականից արդեն բիոմետրիկ այդ անձնագրերից հետո մենք կարող ենք սահմանը հատել առանց որևէ մեկի երեսը տեսնելու եւ դա տեղի ունենալու ավտոմատացված կարգով։ Արդյոք սա պարզապես նոր տեխնոլոգիաների ներդրում է, թե նաեւ դա ու միաժամանակ Ալիևի պահանջի կատարումը, որ ադրբեջանցիները սահմանը հատելիս չպետք է հայի երես տեսնեն։ Դե Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարում էր այն մասին, որ արհեստական բանականությունը հասել է այնպիսի բաների, որ իսկապես մարդկանց շփումը կարող է նվազել։ Մեկը մյուսին չի բացառում, բայց բիոմետրիկ անձնագրերը մեզ առավելապես պետք են լինելու Եվրամիության հետ վիզայի ազատականացման տեսանկյունից։ Այստեղ էլ ասեմ ձեզ, որ բիոմետրիկ անձնագիրը ինքնին նախապայման չէ, որպեսզի վիզայի ազատականացում ունենանք։ Ես օրինակ Վրաստանի փորձն եմ տեսել 14-ից
2017 թվականների 3 տարի բանակցեցին եւ այն պահին, երբ որ օրինակ տրվեց Վրաստանին դեպի Շենգեն երկրներ կամ Եվրամիության անդամ երկրներ առանց վիզայի մուտքի իրավունք, ուղղակի հայտարարվեց, որ նրանք, ովքեր ունեն բիոմետրիկ անձնագրեր, նրանք կարող են։ Հիմա այն պահին, եթե մենք դա ունենանք, օրինակ, կարող է մեր երկրի բնակչության 20 կամ 30% ունենալ կամ չգիտեմ որքան, նրանք կսկսեն, բայց նաեւ ակտիվորեն բիոմետրիկ անձնագրերի ուրեմն գործընթաց կարող է հարուցել։ Սա այստեղ նաև տեխնոլոգիաների եւ թե ով է անելու դա, կարծեմ որքան հասկանում եմ, ֆրանսիական ընկերությունը նախկինում մի հատ փորձ ունեցել ենք լեհական մի ընկերության հետ, որը կարծես թե այդքան էլ հաջող չի եղել, բայց ես սրա այս ոլորտի դետալներին չեմ տիրապետում։ Ես ձեզ ասեմ, ես չեմ կարծում, թե խնդիրը լինելու է այն, որ մենք իրար չպիտի տեսնենք սահմանին ընդհանրապես։ Այն ինչ ասվել է 1 տարի առաջ Ալիևի կողմից, այսօր փոխվել է։ Հիմա այսօր 20 հոգի մարդ է եկել Ադրբեջանից, տեսել են սահմանապահի երես, այո տեսել են, հավանաբար չէ, տեսանյութեր ունենք, կնքվել են անձնագրերի մեջ, կնքվել են, չէ, հիմա տեսան, չէ, ինչ տարբերություն վաղը, հա, ուզում ասեմ շատ արագ է փոխվում հռետորաբանությունը, այն ինչ խոսում էր Ալիևը մինչև Դուբայի հանդիպում ապրիլ-մայիս ամիսներին եւ այն ինչին խոսել է դրանից հետո սարեր ձորերի տարբերություն կա։ Ինչի արդյունքում դա եղավ, պարոն Խարատյան, արդյոք դա երկարատև բանակցությունների արդյունքում, նաև նրա արդյունքում, որ Ալիևն էլ կամ Ադրբեջանը վերջո հոգնել էին կարգավորում հակամարտային վիճակներից, որ ստացան այն ինչ ստացան եւ հիմա գնում են խաղաղության, թե ինչպես Թրամփն է հայտարարել, որ ես նրանց սպառնացի, նրանց ասելով նա չի կոնկրետացրել Ադրբեջանին 200% մաքսատուրքով եւ նրանք գնացին խաղաղության։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը հասկացել է, որ այնինչ ինքն արդեն ստացել է, դրանից ավելին պահանջել է իրեն ձեռնտու չէ։ Սա է տեղի ունեցել եւ իհարկե խնդիր կար տևական ժամանակ այդպես պահելու, էսել եմ ուզում, սա էլ կտակ նոր, հիմա հասկացա, որ կամ գուցե հասկացել էր, բայց պետք էր այսպես ասած երես փրկելու տրամաբանություն, մնաց մի քանի, այսպես ասած, իրենց բերած նախապայմաններն էր, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը եղավ, 907 բանաձևը մեզ հետ կապ չունի, թող ամերիկացիների հետ խոսեն, եւ հիմա արդեն տեսնում ենք, որ սահմանադրական փոփոխություններն էլ այլևս նախապայման չեն։ Տեսնում ենք բայց ադրբեջանցի падգամավորներ կան, որոնք ասում են մենք կարող ենք ստորագրել փաստաթուղթը նույնիսկ մինչև ընտրություններ։ Հայկական կողմն էլ ասել է մենք դա դրայից չենք կապում, մենք դա սկսելու ենք ընտրություններից հետո։ Ուզում ասեմ, այսպես մի կողմից որպիսի անկյուն չմղես, արդեն հայտարարել է, հիմա ինքն իր հանրության առաջ աշխարհում էլ պիտի, որտեվ այո, մաքսիմալիստական հայտարարություններ շատ էին արվում, գուցե տևական ժամանակ իրենց հաջողություններից արված էին, բայց հիմա հասկանում են, որ այնինչ ունեն, թերևս դրանից ավելին հաստատ չեն ստանալու ոչ մոտ ապագայում, ոչ էլ միջին հեռանկարում։ Իզեր տպավորությամբ կստորագրվի մինչև ընտրությունները կամ թեկուզ այս չեմ բացառում։ Բավականին խանդոտ է հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացմանը կամ Ադրբեջան-Հայաստան եւ Ամերիկայի հարաբերությունների զարգացմանը հետևում Վրաստանը եւ այնքան հայտարարություններ ենք կարդում, որ վրաց փորձագետները ասում են, որ թող Հայաստանն ու Ադրբեջանը այդքան էլ լավ չզգան, թե Վրաստանի փոխարեն հիմա իրենք են առաջին տիկնոց կարգավիճակում, որ Վրաստանը դա ձեռք կվերականգնի իր այդ դիրքերը նորից։ Այնուամենայնիվ ձեր տպավորությամբ ինչ խնդիրներ կարող են ծագել այս փորձագետները հələ դեռ մի կողմ Վրաստանի վարչապետը Զանգեզուրի միջանցք է ասել դրանից ավելի ինչ կարելի է այսինքն պետք է ասել մի հատ գուցե պետք է վերանայեք ինչ եք ուզում մենք ջավախք բորչալու ասենք հարավային օսիան ինչպես անվանենք չի կարելի պաշտոնական մակարդակում փորձագետները կարող են շատ բան խոսել, եւ դա էլ իհարկե պետք է կարծեմ կշռադատված լինի, բայց այո կա անհանգստություն, եւ այդ անհանգստությունն իհարկե Վրաստանի մոնոպոլիայի վերացմանն է վերաբերում։ Վրաստանի կարևորությունը այդպես էապես չի նվազելու, չէ, այդպես էապես չի նվազել։ Այո, Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է կոտրում այդ մոնոպոլիան, որովհետեւ տևական ժամանակ տարիներ շարունակ այս հակամարտության պատճառով մենք բոլորս կախված ենք եղել Վրաստանից եւ տնտեսապես եւ նույնիսկ հանրային դիվանագիտության տեսանկյունից էլ չասեմ թե Լարսի այդ փոքրիկ անցակետից ինչքան կախված է Հայաստանի տնտեսությունը իսկ եթե հիմա պատկերացրեք Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է մի կողմից իրենց տրանզիտի մեր երկուսի միջև դեռևս չեմ ասում մնացած տրանզիտը, որտեղ դեռևս ենթակառուցվածքներ չկան, որպեսզի մնացած բաները այստեղով անցնեն, դա ժամանակ կպահանջի։ Սա մեկ եւ երկրորդը հանկարծ եթե Հայաստան-Թուրքիա կարգավորումն եղավ,
Դուք պատկերացնում եք Հայաստանից միևնույն է մոտ ապագայում մենք դեռևս շարունակելու ենք եվրասիական տնտեսական, իսկ մասնավորապես Ռուսաստանի շուկայում լինել։ Հուսամասելով այլ տարբերակ շատ չեմ տեսնում, որովհետև մեր ապրանքների որակի փոփոխությունը շատ արագ տեղի չի ունենալու, որպեսզի եվրոպական շուկա գնանք, մեր հիմնական ուղին դեռ գոնե տեսանելի ապագայում լինելու է եվրասիական շուկան, եւ ուրեմն եթե Թուրքիայով դեպի Սևծով ելք ենք ունենում եւ կախված չենք լինում գոնե սեզոնային առումով լարսից, ինչը չի նշանակում թե լարսը չի օգտագործվելու, ավելին ասեմ, Վրաստանն այս պահին շատ արագ տեմպերով կառուցում է հսկայական ճանապարհ, որպեսզի այո, այդ կազմեկի այդ սեզոնային խնդիրներից խուսափենք, այսինքն ուղղակի մրցակցային է լինելու ամեն ինչ այլևս եւ վրացական մոնոպոլիան է նվազելու եւ այո, թող լվազի ոչ մեկս չունենանք մոնոպոլիա, փոխադարձ շահի, փոխադարձ կախվածության վրա լինենք եւ այդ անհանգստություններն ինձ համար հասկանալի է, որովհետեւ այնուամենայնիվ այդ երկիրը սովոր է եղել, որ այս պայմաններում են գործում եւ Վրաստանից կախվածությունը Հարավային Կովկասում շարունակել է ակտուալ լինել։ Հիմա դա կարող է էապես փոխվել եւ բնական է, որ այս տրանսֆորմացիայի տեսանկյունից կա ընդհանուր անհանգստություն, բայց ես չեմ ուզում այդ դառնա ինչ որ լարվածության հիմք, ես շատ կցանկանայի, որպեսզի Վրաստանը տարբեր ձևերով ներգրավվի նաեւ այս ենթակառուցվածքների ապաշրջակապակման գործընթացին։ Պարոն Խարատյան, շատ են հնչում կարծիքները, թե Ամերիկայի կամ Արևմուտքի համար Ադրբեջան-Հայաստան այս երկու երկրների միջև ով է հատկապես ավելի կարևորը։ Երբեմն շեշտում են, որ Ադրբեջանն ավելի մեծ նշանակություն ունի ընդհանրապես այս ոչ միայն հարավկովկասյան, այլ հարավային Կովկաս, կենտրոնական Ասիայի, այնուհետև Արևմուտքի հետ հարաբերությունների այդ կոնտեքստում հավասարություն կա, թե այնուամենայնիվ երկրներից մեկն ու մեկը ավելի կարևորություն ունի ինչ-ինչ պատճառներից ելնելով։ Հավասարություն չկա, չի կարող լինել, որովհետև հարաբերությունները եւ կարևոր գերակայությունները տարբեր են։ Ադրբեջանը տևական ժամանակ իրապես չափազանց կարևոր է եղել Միացյալ Նահանգների համար, հատկապես աֆղանական պատերազմի ընթացքում Ադրբեջանն առանցքային տարածք էր, այդ թվում նաեւ օդային եւ այդ երկրի հարավում Իսրայելի կողմից կառուցված ուրեմն օդանավակայանով։ Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերություններն էական են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների Ադրբեջան հարաբերություններում եւ այդ առումով իրենց կարևորությունն իհարկե կա, դե նավթն ու գազն էլ եւ Կասպից ծովում Ադրբեջանի, դե տեսեք, մի բան էր, որ շատ ակտիվ չքննարկվեց մեր մամուլում, Վենսիայցի ժամանակ Բաքվում հայտարարվեց այն մասին, որ նավակներ են տրամադրվել Ադրբեջանին Կասպից ծովում մոնիտորինգ անելու համար։ Այդ նավակներն արդեն կան։ Դեռևս աֆղանական պատերազմի ժամանակներից այնտեղ տալու են, կարծում եմ, լոկացիոն ինչ-որ բաներ, որպեսզի կարողանան մոնիտորինգ անել, իսկ Կասպից ծովը բարդ լիճ է, Կասպից ծովը լիճ է, գիտենք։ Ուղղակի չափսերի պատճառով ծով է անվանվում։ Այնտեղ 5 խոշոր երկիր կա, որտեղ Ամերիկան ունի ուղիղ հետաքրքրություններ՝ Ռուսաստան, Իրան, Ղազախստան եւ Թուրքմենիա։ Դե Ադրբեջանն էլ իրենցն է։ Այսինքն այս պարագայում հնարավորություն կա այդ մոնիտորինգն անելու։ Ուրեմն աշխարհագրություն 1, աշխարհաքաղաքականություն 2, Իսրայելի հանգամանքը եւ ուրեմն գազ, նավթ եւ բնական ռեսուրսներ։ Հայաստանի պարագան տարբեր է։ Հայաստանի պարագան բացի Իրանի հետ ունեցած սահմանը, բացի Հայաստան-Ամերիկա, հայ-ամերիկացի ժողովուրդների հսկայական ավանդական կապը, ինչ որ իմաստով Միացյալ Նահանգների ներսում ներքաղաքական հարցը հայերի եւ Հայաստանի պարագայում, ես սրանք ասում եմ, որպեսզի հասկանալի դառնա, թե որոնք են հիմնական շարժիչ ուժերը, որոնք այս հարաբերություններում էական կարևորություն ունեն եւ ուրեմն բնականաբար քրիստոնյա ժողովուրդ այս բարդ տարածաշրջանում դե բացի ամեն ինչից նաեւ եթե հնարավոր է այս մակարդակի բարձրացնել հարաբերությունները եւ իսկապես ունենալ ներկայություն նաեւ ներդրումային տեսանկյունից եւ չնայած փոքր երկիր լինելով, բայց մեր կարողությունները եւ մտավոր կարողություններն այդ թվում ամերիկյան տնտեսության հետ կապելու տեղ իհարկե կա եւ էական հետաքրքրություն նույնպես։ Հիմա ես այստեղ չեմ ուզում քննարկել, թե որը որ փուլում ինչու եւ ինչ պայմաններում է ավելի կարեւոր եղել, խոշոր խաղացողներ են, իրենք շահերը շատ լավ գիտեն, այդ թվում նաեւ անմիջական մեր երկկողմ հարաբերություններում իրենց ներգրավվածության չափով։ Տեսեք, հիշեցինք Ադրբեջանի տրված մոտորոն նավակները, մոռացանք հիշենք, որ մեզ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները Վենսի այդ այցով տվել է դրոներ։
եւ 11 միլիոն դոլարի, դա իհարկե շատ չէ, բայց այնուամենայնիվ ամերիկյան տեխնոլոգիա է, որը ամեն դեպքում երկար ժամանակ քննարկում էր դժվար թե Ամերիկան Հայաստանին զենք տա։ Սա առաջին քայլերը կարելի է համարել, դրանք կշարունակվեն, ինչի արդյունքում, ինչպես վստահեցին։ Այս ուղղությամբ կարծում եմ ավելի լավ կլինի ռազմական փորձագետների հետ խոսեք, բայց մի բան կա, որ քանդվում է այն միֆը, թե քանի որ դուք հապկի անդամ եք, քանի որ դուք ռուսների հետ եք, մենք ձեզ չենք վստահում, չենք տալիս տեխնոլոգիաներ, հիմա կարծես թե այստեղ որոշ առաջընթաց կա, բայց այս հարցում կարծում եմ ավելի ճիշտ կլինի ռազմական փորձագետների հետ խոսել։ Շատ լավ։ Այս ամեն ինչը արևմուտքի հետ ձեռք բերված, ինչու՞ չէ նաև Ադրբեջանի պարոն Խառատյան, կշարունակվի ընտրություններից հետո, եթե հանկարծ իշխանափոխություն լինի։ Ամեն դեպքում դա բացառված չէ, ընդդիմությունը Ոչինչ բացառված չէ, այո, չեմ կարող ասել, ասեմ ձեզ, ամերիկյան կողմը հետաքրքրված է լինելու շարունակել։ Ես խիստ կասկածում եմ, թե որևէ իշխանության Հայաստանում փոփոխության հետ պարագայում անգամ գոյություն ունեցած առաջընթացը այդպես դնելու են մի կողմ, ասեն այս ամենը առ-ոչինչ է, մենք գնում ենք լրիվ ուրիշ ճանապարհով։ Իհարկե դա էլ չի բացառվում, բայց կարծում եմ, որ քիչ հավանական է։ Իշենք Վրաստանը։ Բայց Վրաստան տևական ժամանակ եւ մինչ օրս այդպես չի, որ ասում եմ մենք ամբողջությամբ արևմուտք։ Նրանք չեն ասում, բայց ցանկանում են խոսել։ Հիմա վերջերս չէին կարողանում երկար ժամանակ արտաքին գործերի փոխնախարար հասավ Վաշինգտոն։ Դռները փակվել են իրենց համար ուղղակի այլ պատճառներով, ի թիվս այլոց, հա։ Այս նույն մտահոգությունները կար այո 12 թվականին, երբ իշխանափոխություն տեղի ունեցավ Վրաստանում, բայց եւ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը եւ առանձին արևմտյան երկրներ շարունակում էին համագործակցությունը, խորացնում էին համագործակցությունը, մինչեւ այն կետը ինչքան կարող են դա անել։ Ի վերջո Գորիում հայ-վրաց-ամերիկյան ռազմական համագործակցության կենտրոն կա, այնպես չի, թե արդեն իսկ խորացած հարաբերություններից այդպես ամերիկացիների հետ քայլ են փորձելու անել, ուղղակի այն ուշադրության այն մակարդակը եւ ներգրավվածությունը չկա, եւ դա նաեւ արվում է, որպեսզի այս գործող քաղաքական մեծամասնությունը հասկանա, որ այնտեղ այնտեղ փակուղային է վիճակը, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման առաջընթացի մեծ հնարավորություն կարծես թե չկա։ Աբխազիայի վերադարձի հարց կարծես չի քննարկում, իսկ ներքաղաքական իմաստով արևմուտքը փոխարինել Ռուսաստանով տրամաբանությունը դժվար է շատ վրացական կողմի, վրացական իշխանությունների համար։ Իսկ չգիտեմ, իհարկե տեսնենք նախընտրական շրջանում ինչ հայտարարություններ են լինելու, դեռևս չենք լսել, այո քննադատվում է TRIP-ը, խնդիրների մասին խոսվում է, բայց որևէ մեկը չի ասում, ես գալու եմ եւ դադարեցնելու եմ ամերիկացիների հետ այս խոսակցությունը գնալու նման հայտարարություններ չկա, բայց ասում են մենք պետք է ներգրավենք Ռուսաստանին էլ, Իրանին էլ։ Այո, եւ ամենավատ բանը չեն ասում, ասեմ իմանաք։ Իսկ Վենսի այցում կար իրանյան ինչ-որ կոնտեքստ ձեր կարծիքով։ Դե լրագրողի տված հարց կար, տեսնում եք համատեղ ասուլիսի ժամանակ, ամերիկացի լրագրողը հարց տվեց, առիթն օգտագործելով, դիվանագիտորեն փորձեց խուսափել, բայց ֆիզիկապես Վենսի Իրանի սահմանին այսքան այդ մակարդակի ամերիկացի պաշտոնյան Իրանի սահմանին է, սա օպտիկայի տեսանկյունից անգամ Իրանի ներքաղաքական իմաստով չի կարող ազդեցություն չունենալ։ Այսինքն ամերիկացիները ամեն կողմից այստեղ են։ Մի կողմից նավերով են գալիս, մյուս կողմից ֆիզիկապես գալիս են խոսելու այն մասին, որ այստեղ շատ տարբեր գործընթացներ են գնում, ուստի անուղղակի կերպով, կրկնեմ օպտիկայի տեսանկյունից իհարկե որոշ ազդեցություն կլինի։ Շատ լավ, մի փոքր ներքաղաքական զարգացումներին նախընտրական շրջանը տեսնում եք ընդդիմությունը արդեն դիրքավորվում է կան ընդդիմադիր տարբեր ուժեղ եւ նոր ստեղծվող ուժեղ կամ նախկին թույլ եւ այլ բևեռներ ուժեղանում է նաեւ մեր ձևով շարժումը ուժեղ Հայաստան կուսակցությունը Սամվել Կարապետյանի երեք հայտարարվեց որ նա է լինելու վարչապետի տեխնացուն Ռոբերտ Քոչարյանը նորից իր դաշինքով եւ այլ կուսակցություններ ու ուժեր ձեր կարծիքով ընտրություններին անակնկալներ կարող են լինել իշխանափոխություն, որքանով է, դուք իհարկե մի փոքր ասացիք, բայց որքանով է ընդդիմությունը ուժեղ հասարակության աջակցությունը վայելում, որ իշխանափոխություն անի։ Վաղ է խոսել, ընտրարշավը դեռ միայն սկսվում է, ֆորմալ չի էլ սկսվել, բայց բնականաբար խմբերը կոնսոլիդացվում են։ Մենք շատ բան կախված է լինելու, թե նախընտրական օրակարգը ինչի մասին է լինելու, եթե դա լինելու է աշխարհաքաղաքական ընտրության մասին, ապա այստեղ շատ մեծ, այսպես ասած,
ասելիք չի ունենալու ընդդիմություն, որտեղ ընդդիմությունը պիտի դիրքավորվի որպես այսպես ասած կամ բալանսավորողի կամ դեպի պրոռուսական ընդդիմություն, որտեղ պարամիցիան ընդդիմության գործը դժվար է, գործող քաղաքական մեծամասնությունը արևմուտքի հետ այնպիսի ակտիվ երկխոսության մեջ է, որ այդտեղ տեղ շատ չի մնում, հիմա մայիսին լինելու է նաև եվրոպական համայնքի հավաքը Հայաստանում, պատկերացնում ենք, չէ, ասենք Գերմանիայի կանցլեր, Ֆրանսիայի նախագահ գալու են այդ մարդիկ այստեղ եւ ուղղակի եւ անուղղակի կերպով գործող քաղաքական մեծամասնությանը աջակցություն լինելու սա։ Ոստի այս նիշան, եթե կարելի ասել այս վերցրել է։ Հիմա ուրեմն ընդդիմությունը պետք է աշխատի ով է ավելի պրոռուսական կամ այդ ուղղություն, եթե կրկնեմ, խոսակցությունը լինելու է աշխարհաքաղաքական գործընթացների մասին, իսկ ցավոք թե բարեբախտաբար իմ կարծիքով ցավոք լավ կլիներ, որ այդ չլիներ, որպեսզի մեր վրա ուշադրություն չկենտրոնանար, բայց սա առավել հավանական սցենարն է, այս սոցիալական խնդիրներից չի լինելու խոսակցությունը, ասֆալտի որակի, դրանք էլ են լինելու, դրանք այսպես զուգորդված են, բայց խոշոր խոսակցությունը դրա մասին պիտի լինի։ Ուրեմն այս տեսանկյունից ուժերը պիտի դիրքավորվեն եւ ընդդիմության տարբեր օղակներ, եթե չկարողանան միավորվել, ապա նաև թերևս ձայները պարպելու են որոշ իմաստով։ Ինչի նրանք խոսում են առանձին անցնելու ազգային ժողով եւ Գյումրիի օրինակով կոալիցիա կազմելու։ Դե ունեն իրենք այդքան զանգված։ Ձեր կարծիքով։ Վստահ չեմ, որտեղ ի վերջո նաև ընտրությունների մասնակցության հարցն է լինելու։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը պիտի հետաքրքրված լինի, որ հնարավորինս ակտիվ մասնակցություն լինի, որպեսզի իրենց այն տվողներն էլ գնան, կարծում եմ, որ քաղաքական մեծամասնությունն էլ ուզելու է ցածր լինի, որ ինչքան հնարավոր է շատ իր կողմը գնա։ Ուրեմն սա է լինելու նաև օրակարգային հարցերից մեկը։ Ես մեծ հույս ունեմ, որ կոպիտ կամ կոշտ կամ այլ տիպի արտաքին ազդեցություն չենք ունենալու, չնայած խիստ կասկածում եմ, որ չունենանք, դրանց դրսևորումների մասին արդեն խոսում են։ Ինչ ազդեցություն։ Այսինքն Ռուսաստանից առավելապես, այո, եւ կտեսնենք, որտեղ այնուամենայնիվ ունենք, չէ, օրինակներ մեր անմիջական հարևանությամբ, որ այդպես լինում է։ Ուրեմն գիտենք նաեւ, որ տարբեր տեղեկատվական աղբյուրներից տեսնում ենք, որ արդեն իսկ կա այդպիսի ուրեմն աշխատանք եւ մի վերջին բան տեխնոլոգիական իմաստով արդեն մի քանի օրինակներ ունենք դրա, ուրեմն ուղղորդելու մարդկանց մտքի Հայաստանի քաղաքացիներ, որոնք ապրում են արտերկրում, ինչ ծավալներով կարող են գալ այստեղ, արդյոք այդ մարդիկ ուղղորդված կարող են ընտրություն անել, դա կարող է ազդեցություն ունենալ, թե ոչ։ Մենք բավականին, այսպես ասած, ակտիվ եւ ոչ ամենահանդարտ ընտրություններն ենք ունենալու այս տեսանկյունից։ Շնորհակալություն, պարոն Խառատյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ մեր ունկնդիրներին, որ Ամեկուլիսի տաղավարում էր Ալիք մեդիա կայքի խմբագիր եւ հիմնադիր Արսեն Խառատյանը։